Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Մենք այսօր չեմպիոնների քաղաք Գյումրիում ենք, իսկ մեր չեմպիոնը ոչ միայն չեմպիոնների քաղաքի, այլև հայկական բռնցքամարտի ամենատիտղոսակիր բռնցքամարտիկն է։ Մեր չեմպիոնը Հովհաննես Բաչկովն է։ Ողջույն Հովհաննես, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Նույնպես շնորհակալ եմ, բարի կալուստ։ Հովհաննես, Գյումրին չեմպիոններ շատ է տվել։ Գյումրին էլ դարձել է արդեն չեմպիոնների քաղաք։ Ըստ քեզ ո՞րն է չեմպիոնների քաղաքի այս ֆենոմենը։ Դե երևի որովհետև մենք գյումրեցիներս միշտ ուզեցել ենք կատարելագործվենք, միշտ ուզեցել ենք ժամանակին համընթաց գնալ, անկախ նրանից, որ երկրաշարժից հետո կարելի ասել շատ ետ ընկանք իրականությունից, բայց փորձեցինք ժամանակի հետ համընթաց երթանք։ Մենք փորձում ենք սովորաբար ինքնակատարելագործվենք, փորձում ենք այն հնարավորությունները, ինչ որ ունենք սպորտի միջոցով կամ ուրիշ ոլորտի միջոցով կարողանանք ի հայտ բերել։ Երևի հենց դա էլ պատճառն է, որ ուզում ենք արդյունքներ ցույց տանք, աշխարհին ճանաչելի լինենք։ Հաջողության գաղտնիք չկա, երևի այդ էլ։ Երկար տարիներ մարզվել ես մի մարզադահլիճում, որտեղ պայմանները շատ վատն էին։ Հիշում եմ, պատմում էր, որ նույնիսկ կռիզներ կային մարզադահլիճում։ Գուցե այդ դժվարությունները հաղթահարելու անկոտրում կամքը դրանք են ձեզ դարձրել այդքան ուժեղ։ Դե ինչ խոսք, մեզ շոր հիմա վերածել է, հիմա էլ կան այդ մեր անբաժանելի զալի մասնիկն են դարձել, այդ կռիզները շեշտված։ Դե մենք աշկ չենք դարձնում դրան, ցանկալի է լավ պայմաններում, իհարկե բարաբեր մարզվել, հիմա լավ պայմաններ ունենք, բայց ոչ մեր երկրում, երկրից դուրս բռնցքամարտի մասին է խոսքը, որտեղ որ ես մարզվում եմ, հիմա մենամարտերից պատրաստվում եմ Դետուբայ քաղաքում, ու այդտեղ շատ լավ մարզադահլիճ կա, բայց խոսքը այս մարզադահլիճի մասին է, պայմանները այդպես չէ որ լավն է, բայց այստեղ երազանքները ավելի մեծ են, քան թե ուշադրությունը մարզադահլիճի։ Արդեն քառորդ դար, ավելի քան 25 տարի բռնցքամարտում ես։ Ինչ է տվել բռնցքամարտը քեզ ու արդյոք դեռ չես ձանձրացել այս մարզաձևից։ Շատ բայեր է եղել, որ ձանձրացել եմ, մանավանդ այն մրցաշարից հետո, որը թվում էր թե պետք է հաղթես, չի ստացվել, շատ դժվար ճանապարհներից հետո ուզեցել եմ, որ իհարկե ես էլ կարիերայիս ավարտեմ, բայց թե չէ, այն ավելի մոտիվացնող եղել է հաղթանակները, քան թե պարտությունները։ Դրա համար մարդ եթե երազանք ունի, երազանքները ինձ համար սահման չունի, այդ երազանքներից գնալու համար միշտ մյուս օրը հելի հագարակը ուզեցել եմ մարզվեմ կամ։ Հովհաննես, երբ հասկացար, որ պարզապես լավ բռնցքամարտիկ չես, այլ աշխարհում լավագույններից մեկը։ Դժվար հարց է։ Չգիտեմ, երևի տեր ունեմ բացուցելու, որ լավագույնն եմ։ Այդ հարցը մի քիչ ինձ համար դժվար է պատասխանելը։ Դեռ կա ժամանակ ցույց տամ, որ լավագույններից եմ։ Այդ ես ինձ պետք է չասեմ, էլի մասնագետներ կան, արդյունքներ կա, այդ երևի մասնագետներ ավելի լավ այդ հարցին պատասխանեն։ Առաջին լուրջ չեմպիոնությունը 2017 թվականին էր։ Եթե խոսքը մեծահասակների մասին է, հա, ուրեմն 17 թվականից, այսինքն ոչ թե 17 թվականից, ինձ համար շատ մեծ նվաճում էր, երբ որ 2011 թվականին Գագիկ Ծառուկյանի անվան մրցաշար կազմակերպում էին, 11 թվականին ես դեռ 18 տարեկանս չլրացած 17 էի, մասնակցեցի մեծահասակներին, ինձ այդ վաղը Ընկեր Մերաբյանն էր ավագ մարզիչը, թույլ տվեց մասնակցեմ այդ մրցաշարին անկանխատեսելի էի ես, դարձա հաղթող, այնպեսի հակառակորդների հաղթեցի, որ ոչ մեկն չէր մտածում 17 տարեկան տեղին կարող է մեծահասակներին լուրջ այսպեսի բռնցքամարտիկներին հաղթի ու հայտ ներկայացնի հավաքների հավաքականի այն էլ առաջի համար, այդ ինձ համար ամենամեծ մրցաշարերի սկիզբն է եղել, հա, հենց այդ մրցումը որ հաղթեցի, ես զգացի, որ իրականում կարող եմ ցանկացած մեկին հաղթեմ, բայց ավելի կոնկրետ 2015 թվականի աշխարհի առաջնությունը, որը Քատարում էր, հենց այդ առաջնությունից հետո եղավ իմ պատմությունը, ես այդպես եմ համարում։ Ամեն դեպքում ոսկին 2017-ին կախվեց բզիտ։ Հա, ինչ տվեց քեզ, որքանով էր դա վստահություն։ Ես էլի շեշտեմ, միշտ մտածել եմ, որ ցանկացած մի բռնցքամարտիկի կարող եմ հաղթեմ, բայց երբեք չէի պատկերացնում, որ այդ 17 թվականի Եվրոպայի առաջնությունը հաղթող կլինեմ։ Ինչու համար, որովհետև դե գիտեք, բռնցքամարտը այդ ժամանակներում իշքան կոռումպացված էր ու միշտ եղել է դա, հա, ու մինչև 2010
2017 թվականը երազել էի, քանի որ գիտեի, որ չեմպիոն դառնալու համար արդեն իմացել եմ, թե ինչ մեխանիզմներ է պետք, ինչ մարտիկ, որպեսզի թեև ու թիկունք լինեն, որ կարողանաս հաղթանակներ տանես, իսկ երբ այդ առաջնությանը հասավ ֆինալ եզրափակիչ հասա, ինձ ինֆորմացիա հասավ, որ քեզ հաղթանակը չի շնորհվի, հաղթես, չհաղթես, բան, կարող ես չմասնակցես կամ ռինգ դուրս չկաս, բան չենես, ես որոշեցի հույսս դրեցի Աստծո վրա, աղոթեցի, գնացի, ասեցի, եթե պետք է որ հաղթանակեր տան, թող տան, ես կելնեմ իմ գործս կենեմ, ինչ որ եղավ ու Աստված աղոթքս լսեց ու հանգարցակի իմ ձեռքս բարձրացեցին, լսես բոլորին ապացուցեցի, որ Աստծուն որ կհավատաս, մարդիկ անզոր են այդտեղ, եթե Աստված քո հետ է, ուրեմն ես Աստծով ավելի զորավոր եմ, քան աշխարհը։ Հիմա արդեն Եվրոպայի եռակի չեմպիոն ես, շատ շքեղ է հնչում, բայց ինչ կա ներսում, ինչի միջով ես անցել։ Քրդինք, արուն, տանջանք, այդ ամեն ինչը տեսել եմ ու մինչև հիմա էլ տեսնում եմ, շատ դժվար է, որովհետև ամեն մենամարտերից հետո ես գիտեմ, մեկ է այն մարդիկ, որ անցել են այդ ճանապարհով, թե մյուս օրը որ արտանում ես այդ խփած տեղերը, ինչ ցավեր են, թե մյուս օրը ինչ ձև քեզի կզգաս, բան կենես, ամեն մարդ չի կա, բոքսը դե ամեն մարդու համար չէ, ամեն մարդ չի կարող ծեծու դե էլի գնա առաջ։ Սովորաբար ինչպես է մարդիկ այդ ճանապարհին փոքր քար են հանդիպում, չէ, այդ քարը չեն կարող հերող հետ են տարնում, իսկ մենք չէ, այն տեսակիտ չենք, մենք այստեղ գյումրեցիները սորվել ենք, որ այդ քարերը պետք է թե դժվարությամբ, թե հեշտությամբ, չգիտեմ, կողքի տանել ու գնալ մինչև վերջ։ Ու այդ ամեն ինչը երևի հիմք է հանդիսացել ես ամեն ինչին։ Տանջանք, քրդինք, արուն, բոքսի հենց հաջողությունը այդ է։ Աշխարհի առաջնությունում 5 բրոնզ, ներսում չավարտած գործի զգացում, թե նաև դա մոտիվացիա է։ Գիտեք, իշկա, ես կարող եմ ասել, որ այն ինչ որ ինձանից անցած է, ես երել եմ իմ կարիերայից, սիրողական կարիերայում ու ասեմ, որ դեռ ավարտված չէ էլի իմ կարիերա սիրողական, Աստված գիտե վաղը ինչ կլինի, բայց խոսամ ներկայով ու անցած այդ մեդալների պահով ես ինչ որ մի պահ չի եկել, որ գիտենամ, որ ես իմ հնարավորություններիցս քիչ եմ օգտագործել, եւ դա է պատճառը, որ այդ բրոնզը նվաճեմ։ Դե բոլորին է տեղյակ է, որ բռնցքամարտին կհետևե, որ մեր աշխարհի առաջնությունները 2 տարին մեկ է լինում։ Ամեն տարի չեմ նույն սպորտաձևերի պես, մի տարի Եվրոպայի, մի տարի աշխարհ։ Ու այդ 5 բրոնզը, այսինքն 10 տարվա 5 հատ աշխարհ եղել, ու ես հասել եմ այդ աշխարհի առաջնության բրոնզին, պոլուֆինալը, չէ՞, կիսաեզրափակիչը, ու ինձ թույլ չեն տվել անցնեմ եզրափակիչ, որովհետեւ չեմպիոն դառնամ։ Կան շատ պատճառներ, ես շատ բաներից տեղյակ եմ, ինչու համար չի եղել, որը բարձրաձայնելու չէ, ուղղակի կարող եմ այսպես ասեմ, ես ինձ չեմ համարում, դե հենց ես 5-ն է բրոնզե մեդալագիր դարձա, որովհետև 10 տարվա 5 հատ պոլուֆինալ եմ մտել 5 աշխարհի առաջնությունները, կիսաեզրափակիչ եմ հասցրում, մի հատ եզրափակիչ չեղա, որ ես հաղթեի 10 այդ 5 հատից։ Չէ, այդ խոսում է նրա մասին, որ պատճառներ կան, նաև նայելով թե ինչ երկիրն ես ներկայացնում, դա շատ կարևոր է, որովհետև փոքր երկրին շատ ուշադրություն չեն դարձնել։ Մեծ երկրներն են իրանց հետաքրքիր, որ հետո իրանց այդ սպորտային ֆեդերացիաների բաների մեջ այդ մեծ երկրները իրանց կարողանան օգտակար լինեն։ Բռնցքամարտում ո՞րն է ամենացավոտ պարտությունը եղել եւ նաև որը քեզ ավելի ուժ է տվել։ Սաղ պարտությունները նույն ձևի ցավոտ են, նույնիսկ այն երեխա ժամանակ էր, որ սովորական մրցաշարերում քաղաքային մրցումներին պարտվում էի, էլի այդպես էի տանում, ինչպես որ աշխարհի առաջնությանը, որովհետև ինձ համար պարտությունը դա մի հատ, չգիտեմ ինչ է, էլի սովորական ուրիշ խաղ է խաղանք, նարդի խաղանք, կարդ խաղանք կամ չգիտեմ ինչ, էլի պարտվեմ, էլի նույն ձև կտանիմ։ Իմ մեջս այդպես է ձևավորված, ես այդպես եմ ծնվել։ Սիրեի որ ամենտեղ եթե մասնակցեմ, հաղթող դուրս կամ բնավորությունս էր այդպես, բայց մի հատ առանձնացնեմ պարտություն, որը հիմք հանդիսացավ իմ մյուս հաղթանակներից 2015 թվականին մեկ քառորդ եզրափակիչում հանդիպա կուբացի բռնցքամարտիկին, այդ վաղտ ինքը շատ ճանաչված բավականին լուրջ բռնցքամարտիկ էր Տոլեդոն, ինքը մեր աշխարհահռչակ Լոմաչենկոյի ու շատ լավ բռնցքամարտիկների հետ մենամարտել է, դիտողոսակիր բռնցքամարտիկ էր, ես երբ որ փոքր էի տարիքով, իրանք արդեն մեծահասակ էին, ինձանից մեծ էին, ես երբ որ հեռուստացույցով նրանց նայում էի, երկրպագում էի,
Նրանց ասում էի դե այսպեսի բրոնզկամարտիկները դա ինչպես պետք է մենամարտենք, հետո կյանքը այնպես բաներ ա, որ տարավ ինձ այն ճանապարհ, որ մի օր ես այդ մարդու հետ ռինգ եմ դուրս գալիս արդեն որպես հագարագործ։ Ու քանի որ ես իրան երկրպագում էի, չէի պատկերացնում, որ ես կարող եմ իրան հաղթեմ, բայց մենամարտը այնպես ընթացա, որ ես զգացի, որ ես հաղթեցի իրան։ Հետո դրանից հետո ճիշտ է, ես այդ մրցաշարում իր ձեռքը բարձրացրեցին, հետո ինքը եկավ ինձ պատմեց, բան դե քարչվում է էլի քո ամեն ինչը, ես այդ ժամանակ ուժեղցա, բարդություն կրեցի, բայց ես շատ ուժեղցա, դրանից հետո համարյա այդպես մրցում չի եղել, որ ես բարդվիմ կամ ձեռնունայն տուն վերադառնամ։ Ես զգացի, որ այդ էլ հեշմագու մարդու դի չի երկրպագես, որովհետև կյանքում կարող է իրան է հանդիպիս։ Ես սկսեցի երկրպագել, ես զգացի, որ ես արդեն այն մագարտակում եմ, որ այդպիսի բրոնզկամարտիկ չկար, ես չկարողանամ հաղթեմ։ Բարդադից չէ ձեռքդ բարձրացնեն, հաղթես, որ ուժեղնաս, դու կարող ես բարդվիս, բայց ուժեղնաս, կարևորը որ դաժե բարդվելուց պայքարում ես մինչև վերջ, այդ պայքարը մարդուն ուժեղացնում է։ Ես էլ նույնիսկ այն մենամարտերս, որ բարդվել եմ, մինչև վերջ պայքարել եմ։ Չկա այնպեսի մենամարտ, որ հիմա մեկը կարող է ինձ ցույց տա ասել, որ դու ես մենամարտում ծեծ ես կերել։ Ինձ եթե ես բարդված մենամարտերը տնեք, այսպես հավասար մենամարտերում եմ պայքարը զիջե։ Հեչ միտեղ ես ծեծ չեմ կերել։ Հովանես, մտածել ես, երբ որ ձեռնոցները մեխից կախես, ինչ ես անելու։ Հա, մտածել եմ դրախտը պետք է փնտրեմ դրանից հետո։ Ու որն է քո համար դրախտը։ Աստծո արկայությունը։ Այսինքն ուզում ես ասես միջև բոքս ես անելու։ Չէ, այսինքն եթե բոքսը վերջացնեմ, ով գիտե, կարող է այդ սպորտային կարիերաս մինչև մարտու մահը ես սպորտի մեջ մնամ, ով կարող ասե, չգիտեմ, բայց գիտեմ, որ ես իհարկե երբ վերջ դրեցի սպորտս, սպորտային կարիերաս պետք է փնտրեմ դրախտը, փորձեմ Աստծուն մոտ գնալ։ Գնանք արևի երկիր, Տոկիո։ Դու այնտեղ նվաճեցիր բրոնզե մեդալ, օլիմպիական խաղերի բրոնզը։ Կա անավարտ օլիմպիական խաղերում, թե կա իհարկե, ես երկու օլիմպիական խաղերում հնարավորություն ունեի չեմպիոն դառնալու։ 2016 թվականի օլիմպիական խաղերը ես չպարդվա այդ չինացի բրոնզկամարտիկին, որովհետև այդտեղ հիմա բանը չէ, դատական process-ների մեջ ենք 16 թվի այդ օլիմպիական խաղերը, որովհետև համարվավ ամենակոռումպացվածը։ Մինչև հիմա բրոնզկամարտիկներ կան դատերի մեջ են էլի այդ օլիմպիական խաղերում։ Որովհետև օլիմպիական խաղերում 16 թվի Ռիոյի չինացի բրոնզկամարտիկին 3-2 մրցավարներով 5 մրցավարներ էր տադում, հաղթանակը տվեցին ինձ։ Հետո այդ օրենք կար, որ ավտոմատ կոմպյուտերը, չէ, երկու հոգին հեռացնում է եւ հիմիկվա նույն օրենքի նման համայնա թե։ Հա, համայնա թե, բայց այդ ժամանակ հա մի թեթև տարբերվում էր։ Հենց հեռացրեց կոմպյուտերը այն մրցավարներին, ով որ ինձ հաղթանակ էր տվել, 2-1 մնաց իրան։ Հաղթանակը այդպես գնաց իմ հաղթանակս ու այդ օլիմպիական խաղերում չեմպիոն եղավ ուզբեկ բրոնզկամարտիկը, ում ես օլիմպիական խաղերից առաջ հաղթել էի։ Ու օլիմպիական խաղերից մեկ քանի ամիս հետո այս 17 թվականի Եվրոպայի առաջնությունն էր ու այդ Եվրոպայի առաջնությանը ես այդ օլիմպիական խաղերի մեդալագիրներին հաղթեցի, նաև նրանց իրանք պարտվան դրանց հաղթողներին։ Այսինքն այդ երեք մեդալագիրները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեին ու չկարողացան իրանք ինձ հասնեին։ Տոկիո օլիմպիական խաղերն է այդ երևի շատ դիդարժան եղավ էլի այդ իմ հաղթանակներս, շատ մեծ արձագանք ստացավ էլի ժողովրդի կողմից։ Ես այդտեղ կարող էի չեմպիոն լինեի։ Ճիշտ է, այդ կուբացի բրոնզկամարտիկը չեմպիոն եղավ, ում որ ես պարտվել եմ, բայց օլիմպիական խաղերում ինքը լավ չէր զգում։ Ինքը իր լավագույն մարզավիճակում չէր։ Ինքը հարված էր թողում, հազիվ մի կերպ օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ։ Իսկ ես շատ լավ կզգայի այդ ժամանակ։ Լավ մարզավիճակում էի, զգում էի, որ հաստատ իրան հաղթում էի։ Այնը պոլուֆինալում կիսաեզրափակիչում հանդիպա Ամերիկայի ներկայացուցիչ բրոնզկամարտիկի հետ, որտեղ նրան ընդհանրապես պետք է որակազրկեին, քանի որ բրոնզկով հարվածեց մրցավարի այս հատվածում։ Մրցավար ուղղակի զգուշացրավ նրան, ու նրան այնքան նկատող ես իրան պարտվա երկրորդ ռաունդով, մեր միավորները հավասար վերջացավ։ Ինքը նկատողություն ստացավ ինձ բռնելու համար երկրորդ ռաունդում, ու այդ երկրորդ ռաունդը ինքը պարտվավ, նկատողություն ստացավ ու մրցավարները տվին 3-2 հաղթանակ ինձ։ Այսինքն ես պարտվա այդ երկու մրցավարը, ով երկրորդ ռաունդը տվել էր իրան, այդ երկու մրցավարի համար։ Այսինքն
Շատ սխալ։ Ճիշտ հասկացա, ինքը մրցավարին էր խփել։ Հա, ինքը երբ որ մրցավարը իրան ասում էր, դե մի բռնե, հերիք է բռնես նեղատվություն կուտամ, ինքը բռնցքով այսպես հերեց, ասեց հերու կնա թող կբնենք էլի, դե չթույլատրվող բան է, մնացած բռնցքամարտիկները նույնիսկ խոսալու համար որակազրկում են, իրան վախեցան, քանի որ Ամերիկան էր ներկայացնում։ Հիմա ուժերդ կենտրոնացրել ես պրոֆեսիոնալ բռնցքամարտում, WBA ինտերկոնտինենտալ չեմպիոնական գոտին էլ վերջերս պաշտպանեցիր։ Ուր ես ձգտում։ Աշխարհի չեմպիոնության, անխոս։ Ձգտում եմ աշխարհի չեմպիոնության իշքան հաստված հնարավորություն է տվել, պետք է վիդեո օգտագործեմ։ Իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտը կոռումպացված չի։ Ամեն ինչն է կոռումպացված է, ուղղակի այնպես չէ իշխող սիրողական բռնցքամարտը։ Ամեն ինչը աշխարհում ամենտեղ կոռուպցիա է գործում, ամենտեղ ուղղակի շատ բաներ կար, հասանելի չէ շատ մարդկանց։ Պետք է ներքին կուխնյան ամեն մարդուն հասանելի չէ, մեջը լինես, որ իմանաս։ Գոտու համար մենամարտում հաղթեցիր Լուիս Ակրոնին, որին հաղթել էիր 2016-ի Օլիմպիական խաղերում։ Հիմա էր նա ավելի ուժեղ, թե այն ժամանակ։ Ես էի ավելի ուժեղ հիմա։ Հիմա ես էի ավելի ուժեղ, 10 տարվա ընթացքում ես ավելի եմ փոխվել, շատ եմ կատարելագործվել, շատ եմ աշխատել իմ վրաս։ Ես մի ամբագորգոր չհնչի հայկական բռնցքամարտում մի նոր մեխանիզմ էի ես։ Այն շվեյցարական որակով ժամացույցների պես, որ երբեք չի խափանվի, չի փչանա։ Հովհաննես, ապրում ես Դուբայում, մարզումներդ հիմնականում Դուբայում են, հեշտ է կտրվել ու անցնել պրոֆեսիոնալ աշխարհ։ Չէ, շատ դժվար է, որովհետև իմ տուն տեղս այստեղ Գյումրիում է, Հայաստանում է, ես չեմ կարող կտրվել իմ տնից, ես ժամանակավոր եմ գնում Դուբայ, նախապատրաստվում եմ իմ մենամարտերից, հոյակապ թիմ ունեմ այնտեղ, այնտեղ ավելի հարմար պայմաններ են նախապատրաստվելու համար մենամարտերից, այդտեղ պատրաստվում եմ մենամարտս անում, հետո էլի հետ եմ վերադառնում տուն։ Դե իմ ապրելս, տունս, տեղս, ամեն ինչը այստեղ է։ Ինչ մենամարտեր ունեք սկզբում, ում հետ եք պատրաստվում, ինչ ընկերությունների հետ եք պատրաստվում։ Հիմա նախնական 3 մենամարտի կոնտրակտ եմ կապել Battle Promotion-ի հետ, որը Դուբայում է գտնվում, շատ ձեռնտու կոնտրակտ է իմ օգտին։ Հիմա սպասում եմ հուլիսին երևի կուզենամ էլի մենամարտ անցկացնեմ, չեմ ուզում շագերտներ բացել, բայց շատ հետաքրքիր բաներ են սպասվում։ Իմ ցկտումը հիմա աշխարհի չեմպիոնի հետ մենամարտերն է, հասնելն է, նրա հետ ներկայիս աշխարհի չեմպիոնը է WBA վարկածով, էլի այն տեղն է, բռնցքամարտը, ով 2016 թվականին Օլիմպիական խաղերին նույն քաշային կարգում էինք հանդերձ գալիս, ես ու ինքը նույն մարտում պարտվեցինք, էլի այդ ժամանակաշրջանում։ Հիմա աշխարհի չեմպիոն է, ես ցկտում եմ գոդին ձեռքից վերցնեմ, շատ մնաց իր մոտ, դա Աստված հասնեմ էլի։ Քեզ համար բռնցքամարտը ինչ է, սպորտ, կռիվ թե արվեստ։ Ամեն ինչը այսպես ռինգի մեջ լցված, ամեն ինչը կապված է։ Իրականում հիմա նայում ես ծեծ ու ջարդի հետ է կապված, չէ՞, նայում ես երկոքի, բայց ինքը մտքի կռիվ է։ Ինքը արագության կռիվ է, ինքը ֆիզիկականի տվյալների հետ թե որս ենք ավելի ֆիզիկապես ուժեղ, դրա կռիվ է։ Ամեն ինչ կախված է։ Մենք մտածողության հետ կապ ունենք, մենք մտածում ենք ռինգում, կան կոմբինացիա, որ դու չես կարող այդ կանը հիշես, հիշողության հետ է կապված։ Պետք է այդ ամեն մի վարժություն դա մի կոմբինացիա է, չէ՞, այդ կանը պետք է հիշողություն ունենաս, որ հիշես, խելացի պետք է լինի։ Հովհաննես, դե հիմա ասա, որն է քո ամենաուժեղ կողմը, որը միգուցե մարզասերը չի տեսնում ռինգում։ Ես Քրիստոս է, ես հավատում եմ Աստծուն ու ասում եմ, ես իրանով ավելի զորավոր եմ, քան թե աշխարհը։ Դրա համար է ես չեմ հավատում, որ ինչ-որ մի բան իմ մտքից տնեմ չեմ ասնի։ Բռնցքամարտը նաև ծանր մարզաձև է, հարվածներ, նոկաուտներ, վախ կա թե արդեն անցել այդ փուլը։ Վախը չի կարող անցնել, ամեն մարդու մեջ է վախ կա, ով ասում է ես չեմ վախենա, ես չեմ հավատա այդպիսի բաներին։ Վախ կա ուղղակի տարբեր կատեգորիայի վախեր կա, վախ կա մահի նկատմամբ, վախ կա պարտության նկատմամբ, վախ կա պատվազրկության, վախ կա ինչ-որ միտեղ չկարողանաս արտարացնես, դրանք տարբեր վախեր են, բայց ինքը վախ կկոչվի։ Հիմա ես ինչ վախենում եմ ինչուց, վախենում եմ, որ պատասխանատվություն կա իմ վերես, ու
չկարողանամ հանգարց այդ պատասխանատվությունը պատվով կերեմ։ Դրա համար ես այդ էլ է մոտիվացիա, այդ էլ է քեզ տալիս մի հնարավորություն, որ դու կենտրոնացած լինես, ավելի ուշադիր լինես, որ հանգարց այդ պատասխանատվությունը, որ վերցրել ես քո վրա, ես պարտավոր եմ այդ պատասխանատվությունը վերցնեմ։ Ամեն մարդ չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել, որովհետև այդ պատասխանատվությունը, որ քո վրա վերցնում ես, չէ, ինչ որ մեկին ուրախացնես, ինչ որ մի բան հաղթես, չէ՞ որ այդ հաղթանակը շատ մարդու ուրախացնում է։ Ու այս թեմայի շուրջ եւս մեկ կարևոր հարց, այսօր որդիդ էլ է բռնցքամարտով զբաղվում։ Տեսել ես ինչքան դժվարություններ, ինչ խնդիրներ, ինչպես ես համարձակվել որդու թույլ տաս գալ դեպի այս սպորտ։ Ես չեմ ընտրել, ինքը իր պապի հետ է ընտրել, ինչ որ իմ պապը սերնդի համար, իմ ճամպես պապս, իմ առաքելությունս ընտրեց որ բոքսն է, ես այդ դարձրեցի նպատակ։ Հիմա այդպես իր պապը ընտրեց որ իր թոռը պետք է գնա բոքսի, ինքն է շատ հավեսով կերտա, բայց չեմ ուզել իր մասին խոսալ, որովհետև շուտ է իր մասին խոսալը։ Երեխեքի մասին շուտ է խոսալ, իրանք նոր առաջի քայլերը կենեն բոքսով, չեմ ուզել։ Իսկապես հնարավոր չի տեսնել մի երեխու ու ասել, որ նա կդառնա բռնցքամարտիկ կամ չի դառնա։ Չէ։ Չէ, ես համոզվել եմ կա այդպես երեխաներ, որ նայում ես պոտենցիալ սպորտի մատերիալ է, չէ, բայց կյանքի ընթացքում այնքան գայթակղություններ կեղնի, որ դու եթե հաջողության հասնես երեխա տարիքից, քեզ արդեն այնքան կգովասանեն, որ այդ երեխա ժամանակ շատ հեշտ է գայթակղվել այդ ամեն ինչով։ Ու այդ գայթակղությունը հիմք է հանդիսանում սպորտային կարիերայի ավարտին։ Ամեն երեխա չի հասկանա այդ տարիքում, որ հերու պետք է մնա գովասանքից։ Նորմալ չեմ ուզում որ հիմիկվանից իմ երեխաս տեսնեմ, որ իրանք գովան խոսան, որ ինքն է գայթակղվի։ Իսկ կա մի երազանք, որը դեռ չես բարձրաձայնել։ Մի չէ, ինչի մի հազարատ երազանք թիվ չկա իմ երազանքներից։ Ես իմ երազանքներս անսահման են։ Այ երեխա վաղտս պետք է երազեի անսահման։ Հիմա եմ հասկացել որ անսահման պետք է երազենք։ Այ հիմա հորդորում եմ երեխաներին որ ինքնակատարելագործվեք, թող երազանքները ընդհանրապես սահման չունենան։ Ձգտեք մենակ լավին, թե չդառնաք ձեր ընտրած ճանապարհից։ Անհնար է որ հաջողություն չունենա այդ մարդը, ով որ այդպիսի ցանկություններ, նպատակներ կարող արժեք տանել։ Այդ բնավորության մարդը անհնար է չունենա հաջողություն։ Հովհաննես, եւ վերջին հարցս։ Եթե ճանապարհդ մեկ նախադասությամբ նկարագրես, անցած ճանապարհդ, ապա ինչպես։ Ճանապարհը կնկարագրեմ այսպես. տանջանք, քերդինք, արուն, ցանկություն, նպատակ, երազանք, հաջողություն, ուրախություն, լավ ապրել։ Դե շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Եթերում չեմպիոնի հետներ, իսկ մեր չեմպիոնը Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն էր։